ԱԹՍ-ների թիրախային հարվածներով ռուսները ոչնչացնում են ուկրաինացիների կոզակ տիպի զրահատեխնիկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած մյուս կադրում իրենց ռազմաօդային ուժերն են, որոնք խափանում են ուկրաինական բանակին զինամթերքի մատակարարումը Դոնեցկում։ Ուկրաինացիների պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի պահեստները ևս ռուսական բանակի թիրախում են եղել, Իսկանդերով հարվածել են Օրջոնիկիձե բնակավայրի մոտակայքում գտնվող կայանքներին։ Մոտ մեկ ամիս առաջ ազատագրված Կուրսկի շրջանում նոր հարձակում են կանխել ռուսները։ Ռուսական բանակը Սումիի մարզում ոչնչացրել է հակառակորդի 2 ստորաբաժանում, որոնք ըստ Դաշնության պաշտպանության նախարարության նոր գրոհ պլանավորելիս են եղել։ Վերջին մեկ օրում Ռուսաստանի մայրաքաղաքն է անընդհատ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում։ 35 դրոն է խոցել Դաշնության հակաօդային պաշտպանությունը։ Տուլայում մի քանի տուն է վնասվել խոցված անօդաչուի բեկորներից, 2 մարդ թեթև վիրավորվել է։ Ռազմական այս քաոսի մեջ Մոսկվան ու Կիևը աշխատում են, որպեսզի որքան հնարավոր է շուտ կայանա 1000-ի դիմաց գերիների փոխանակումը։ Պուտինի մամուլի խոսնակն արդեն հայտնել է, որ ռուսական կողմը հստակեցրել ու Կիև է ուղարկել ռուս գերիների ցանկը։ Պատանների ազատ արձակման պայմանավորվածությունը ռուս եւ ուկրաինացի բանագնացները ձեռք էին բերել մայիսի 16-ի Ստամբուլյան հանդիպման ժամանակ։ Բավականին աշխատատար պրոցես է, քանի որ խոսքը 1000-ի դիմաց փոխանակման մասին է, որոշակի ժամանակ կարող է պահանջվել։ Այս պահին կրակի դադարեցման շուրջ որևէ պայմանավորվածություն չկա Մոսկվայի ու Կիևի միջև։ Ռուսական կողմը պահանջում է, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Զելենսկին Մոսկվայի հետ որևէ հուշագիր ստորագրելու լեգիտիմություն չունի։ Խորհրդարանի ղեկավարը ստորագրելու որոշակի լիազորություն ունի, բայց կթողնեն նրան դա անել իր երկրի ներսում, մեծ հարց է։ Գերմանիայի կառավարությունը Եվրամիությունից պահանջում է կոշտացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ընդհանրապես արգելել ռուսական գազի եւ ուրանի ներկրումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է նախապատրաստում։ Սև ցուցակում կարող է հայտնվել ռուսական ստվերային նավատորմի գրեթե 200 լցանավ։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։